Բարսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նորօծությունը։ Խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես, ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա, քանի որ քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Օրհնում եմ քո կամքի կատարյալ իրականացումը։ Եղիր փառավորված ամեն իրավիճակում։ Հալելույա։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր սրտումս մի բանի մասին կա խոսելու, որը տեսիլքի հետ կապված է ու շատ կարևոր է։ Ձեզանից շատերը երևի տեսել են, որ շատ մի հատ կարճ տեսանյութ եմ տեղադրել, որը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի եկեղեցում է տեղի ունենում գիշերային աղոթքի ժամանակ 2017 թվական։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ այդ աղոթքը երեք շատ պատահական տեսել եմ, որովհետև ես այդ եկեղեցու հետ բավականին մտերիմ եմ ու իրանց գիշերային աղոթներին բավականին երկար ժամանակ մասնակցել եմ, բայց այն ժամանակահատվածը, որ ես տեսա, դա այն ժամանակն է, երբ որ ես անձամբ Հովի հետ ծանոթ չեմ։ Իսկ Հովի հետ ես ծանոթացել եմ հենց տեսիլքի պատճառով, ես այդ ժամանակ, քանի որ տարբեր միջոցներ էի օգտագործում ու օնլայն հարթակում ուղերձ ուղարկում էի տարբեր հովիվների, խնդրում էի, որ միաբանվեն, տեսիլքի համար զինեն, պատրաստեն մինին, արարատն ու ասքանազը։ Իհարկե հովիվներին սա ուղարկելով բնական է իրացից աջակցում էի հոգևոր պատրաստություն, մինի արարատի ասքանազի տարածքի վրա հոգևոր աշխատանք ու բոլոր հովիվները այդ ժամանակ դե ոչ մեկի չէր ճանաչում, բոլորը հիմնականում չէին պատասխանում, իսկ ով էլ որ պատասխանում էր, որ այս տեսիլքը կատարվել է դարեր առաջ, նկատի ունենալով, որ այն ժամանակ, երբ որ կար Բաբելոնյան թագավորություն, Պարսից ու Մարաց թագավորությունը ապստամբեցին ու ջախջախեցին Բաբիլոնը։ Այդ ժամանակ ես իրանց ստիպված ցույց էի տալի հենց Երեմիա 51:27 խոսքը ու ասում էի, որ այդ ժամանակ Արարատը, մինին ու ասքանազը որևէ մասնակցություն չեն ունեցել այդ պատերազմում, դա տեղի է ունեցել Պարսից և Մարաց թագավորության ձեռքով ու ստեղ Աստված, երբ որ խոսում է Բաբելոնի կործանման մասին, սա այն է, ինչ որ դեռ պետք է կատարվի ու մանավանդ տարածքի մասին նշելով ասում էի, որ տարածքը շատ կարևոր է Աստծու համար, Աստված այս տարածքի վրա հրավիրում է բոլորի ուշադրությունը ու հենց այս տարածքի վրա ուզում է հոգևոր աշխատանք կատարվի։ Միակ հովիվը, որ ինձ պատասխանել էր ու արձագանքել էր դրական, դա հենց այդ հովիվն է, որին դուք տեսնում եք, որը և աղոթք է բարձրացնում այդ տեսանյութում, Օլգա Գոլիկովան, Սանկտ Պետերբուրգի Միսիա Խրիստա եկեղեցու հովիվն է։ Ու ինքը ինձ պատասխանում է, երբ որ ես անծանոթ եմ, ինքը չի պատասխանում, որ ճանաչում էր ինձ, ինքը անծանոթ մեկին է պատասխանում, բայց այդտեղ կարևորն այն է, որ ինքը պատասխանում է ու այս աղոթքը չի, որ դուք լսում եք, սա եղել է ավելի շուտ, սա եղել է իմ նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես տեղյակ էլ չեմ եղել, որ իրանք նման աղոթք բարձրացրել են, բայց այս աղոթքի մեջ հետաքրքիր շեշտադրում կա, երբ որ լսում ես Օլգայի խոսքերը, թե ինքը ոնց է աղոթում, ինքը ասում է, որ մինին Արարատն ու ասքանազը երկար ժամանակ Բաբելոնի կողմից հարստահարված են եղել, բայց օրհնում է մինին Արարատն ու ասքանազը, որ բարձրանա այս թագավորությունները ու միաժամանակ օրհնում է Ռուսաստանի ու Իսրայելը, ուտեղ նաև Յանա Տիտովան է, որը ներկայացնում է Իսրայելը, որ իրանք բարձրանան Բաբելոնի դեմ ու նման է այդ աղոթքը նրան, որ իրանք կանգնում են պայքարի Բաբելոնի դեմ վրեժխնդիր լինելու մինի Արարատի ասքանազի թագավորության համար, որը այսքան տարիներ հարստահարված է եղել հենց այդ պայքարի մեջ։ Գիտեք, հիմնականում ես շեշտադրում եմ միշտ անում, որ դա իսլամական ոգին է, իսլամի ոգին է, որի դեմ Հայաստանը միշտ կռվել է։
որտեղ հենց այդտեղից է դուրս գալու հակաքրիստոսը։ Իհարկե, հիմա եկեղեցիները, երբ որ խոսում են Բաբելոնի մասին, հիմնականում նկատի ունեն այն աշխարհի հոգին, որ տիրում է այս աշխարհի վրա, իրանք պայքարը շեշտադրված մղում են այդ ոգու դեմ, բայց հատկապես շատ կարևոր է, որ ուշադրություն դարձվի հենց իսլամի ոգուն, որովհետև հենց տեղից է, որ դուրս է գալի հակաքրիստոսը, որն էլ միշտ ուզեցել է կործանի Հայաստանը ու վերացնի Հայաստանը։ Ու այս աղոթքը յուրահատուկ է նաև այն պահով, որ աղոթքի մեջ Օլգան աղոթում է ու սկսում է քանդել դիվային ազդեցությունը Ռուսաստանի վրայից ու աղոթում է մավզալեում այդ կուռքերի դեմ, աղոթում է այն դիվային ազդեցության դեմ, որտեղից արձակվում է այդ հակաքրիստոսի դիվային ազդեցությունը։ Ու գիտեք, սա աղբյուրն է իրականում, որովհետև Լենինի գաղափարախոսության հետևանքով է, որ Մինին Արարատն ու Ասքանազը գերության մեջ են։ Այն բոլոր տարածքները հայկական, որ այսօր տեսնում եք, մեծ հայքի, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի ու ամբողջությամբ այդ տարածքը Ռուսաստանի ազդեցության գոտում է, դա խոսում է, որ դա հենց Լենինի գաղափարախոսության արդյունքն է, որը արձակված է եղել կործանելու Հայաստանը, վերացնելու Հայաստանը, ու աղոթքը Օլգայի գնում է հենց մավզալեի դեմ, այսինքն Լենինի գաղափարախոսության դեմ։ Իհարկե, այնտեղ մարդիկ մեռած են տարիներ առաջ, մարդիկ արդեն դարեր առաջ, բայց այդտեղ ամբողջ հարցը նրանում է, որ գաղափարախոսությունն է, որ պետք է հիմնահատակ քանդվի, որից հետո այդտեղ է բանալին, այդտեղ է հաղթանակը, որից հետո ազատություն են ստանալու Մինի Արարատի, Ասքանազի թագավորությունները։ Հիշում եք տեսիլքի մեջ ինձ ոնց էր Աստված ասել, ես աղոթում էի ու ասում էի Թուրքիա բաց թող Հայաստանի տարածքները, Ադրբեջան բաց թող Հայաստանի տարածքները, Իրան բաց թող Հայաստանի տարածքները, Վրաստան բաց թող Հայաստանի փոքր տարածքը, ու երբ որ ձևավորվեց մեծ հայքը, այդ ժամանակ ես ասում եմ Ռուսաստան բաց թող Հայաստանը։ Տեսեք, շեշտադրումը վերջում գնում է Ռուսաստանի վրա, որ թվում է թե կապ չունի, որևէ սահման չունենք Ռուսաստանի հետ, բայց ամբողջ հենց հարցը դրանում է, որ գաղափարախոսությունը արձակվել է Ռուսաստանից, Կրեմլից, այդ դիվային ազդեցությունը Հայաստանի վրա ընդեղից է, ու Օլգայի աղոթքը գնում է հենց այդ ուղղությամբ, որ քանդում է հենց այդ կոմունիստական դիվային գաղափարախոսությունը, որի արմատները մավզալեում են, Կրեմլում են, ու սա արթնության պատճառն է, սա Հայաստանի հաղթանակի պատճառն է, սա այն նշանակակետն է, որտեղ պետք է հարվածը հասցվի։ Մի քանի օր առաջ ես տեղադրեցի մեկ այլ աղոթք, արդեն ուկրաինացի մի ուրիշ մարգարե էր աղոթում, ու ես շատ պատահական այդ աղոթքին ներկա էի ուղիղ եթերում, ես առաջին անգամ էի տեսնում այդ քուրիկին, որը օծված էր ու հետաքրքիր խոսքեր էր արձակում, ու նորից ինքը սկսեց խոսել այն մասին, որ ինքը տեսնում է տեսիլք, որ տեսնում է ոնց է Դավիթը իր քարը շպրտում, այդ քարը խփում է մավզալեին ու ջարդ ու փշուր է անում, խոսում էր, որ Կրեմլյան իշխանությունը պետք է հիմնահատակ ջարդ ու փշուր լինի, քանի որ ինքը Աստծու կամքին հակառակ իշխանություն է, ու ես տեսնում եմ այս օրերի աշխատանքը, որ Աստված զորավոր ձևով շեշտադրում անելով այն կարևոր կետերի վրա մեզ ուղղություն է տալի, թե որտեղ պետք է ուղղված լինեն մեր աղոթները, մեր նետերը, որ ուղղությամբ պետք է հարվածեն, որպեսզի արդյունք տան, ու սա շատ կարևոր է։ Իսկ Օլգային հետո, երբ որ ես առաջին անգամ գրեցի ու ինքը պատասխանեց, ես խնդրեցի, որ ես ասեցի, ես տեսիլք ունեմ, ես խնդրում եմ իմ տեսիլքի համար աղոթեք ձեր գիշերային աղոթքում, ինքը այդ ժամանակ, երբ որ աղոթում էր, ինքը աղոթեց այլ աղոթքով, հենց այն ձևով, ոնց ես եմ աղոթում, ինքը աղոթում էր ու ասում էր, որ ազգերը բարձրանան ու կանգնեն Հայաստանի կողքին, բարձրացնեն Հայաստանի ձեռքերը, զինեն ու պատրաստեն, որպեսզի մենք այս պատերազմում, որի մեջ կանչված ենք առաջատար դերում լինելու, որ կարողանանք ունենանք հաղթանակ։
այստեղ շատ կարևոր է հենց այն փաստը, որ առանց միաբանության մենք մենակով այս պատերազմում հաղթանակ չենք կարող ունենանք, բայց եթե Աստված կանչում է ազգերին, որ կանգնեն մեր կողքին, սա ազգերի հնարավորությունն է Աստծո կամքը կատարելով լինել Աստծո կամքի մեջ, լինել օրհնության մեջ ու միասնական ջախջախել Բաբելոնի գլուխը ու բերել են հաղթանակը, որը Աստված այս վերջի ժամանակներում ուզում է իրականացնի։ Դրա համար հարազատներս, եկեք միաբանվենք, հենց աղոթենք ու խփենք այն կետին սատանայի, այն որջին, որտեղից արձակվում է այդ դիվային ազդեցությունը, որը եւ գերության մեջ պահում է Հայաստանը մինչև այսօր։ Սիրելի հայր, ես բերում եմ քո առաջ Երեմիա 51:27 տեսիլքը, ու այս տեսիլքի հիման վրա կանչում եմ ազգերին միաբանվելու, Հայաստանի կողքին միաբան իրականացնելու այն զորավոր ծրագիրը, այն զորավոր ծառայությունը, որ մեզ վստահել ես։ Դու, որ Հայաստանի համար ունես տեսիլք ու կոչում, Հայաստանի դեմ դուրս եկողների հետ դու ինքդ պատերազմում ես։ Ու մենք դարերի ընթացքում տեսել ենք Հայաստանի դեմ դուրս եկողները ոնց են պատժվել։ Մենք տեսանք 20 թվականի պատերազմում բոլոր երկրները, որ միաբանվեցին Ադրբեջանի կողքին կանգնեցին ու դուրս եկան Հայաստանի դեմ, չհասկանալով, որ սատանայի հետ են միաբանված, ու այդ բոլոր երկրերի վրա եկավ անեծքը։ Ու Մոսկվան, Կրեմլը մինչև այսօր մոլորության մեջ է, որ մտածում է, թե ինքը իսլամի հետ միաբանված պետք է ոչնչացնի Հայաստանը, որտեղ իր շահերից է դա բխում։ Բայց Ռուսաստանում գտնվող ժողովուրդը պատկանում է քեզ ու գտնվում է այդ նույն կրեմլյան ու լենինյան գաղափարախոսության գերության մեջ։ Ու ես այսօր քո Սուրբ Հոգու կրակն եմ արձակում Կրեմլի վրա, ամբողջ Լենինի գաղափարախոսության վրա, ամբողջովին կոմունիստական այդ դիվային գաղափարախոսությունը, որ արմատից չորանա ու արմատախիլ լինի։ Սուրբ Հոգու կրակը թող իջնի ու մոխրացնի ամեն այդ գաղափարախոսությունը, որը ուղղված է քո ծրագրերի դեմ, Հայաստանի դեմ, քո տեսիլքի դեմ։ Ամեն ազգերը, ամեն ժողովուրդները, որ գտնվել են կոմունիստական գերության ազդեցության գոտում, նույնիսկ չեն էլ հասկացել ինչ են անում, որ մինչև հիմա էլ դրան շարքերում են Պուտինի հետևորդները, որ մարդկանց մոլորեցրել են ու խաբել են ու ստեղծել են տպավորություն, որ իրանք պայքարում են ճիշտ գաղափարների համար, բայց իրականում իրանք պայքարում են Աստծո կամքի դեմ ու փորձում են ստեղծել դիվային կայսրությունը, որը 91 թվին քանդվել է։ Սուրբ Հոգուտ կրակը Կրեմլի վրա, Սուրբ Հոգուտ կրակը Լենինի գաղափարների վրա, Սուրբ Հոգուտ կրակը ամբողջությամբ կոմունիստական գաղափարների վրա ու բոլոր այն մարդիկ, ովքեր որ այդ գաղափարները կրողն են, թող Սուրբ Հոգու զորության ներքո Պողոսի նման գլխի վայ շուռ գան, թող իրանց ոտքերի տակից իրանց աթոռը գնա, թող ամեն բան իրանց կյանքում սկսի շուռ գալ, փշրվել, քանդվել, որպեսզի իրանք կորցնեն այն հիմքը, որի վրա հենված են։ Աստծո զորավոր շարժը բոլոր այդ մարդկանց կյանքերում ազատագրելու դիվային ազդեցությունից ու ամբողջությամբ Ռուսաստանը ամբողջությամբ թող ազատվի Կրեմլյան այդ դիվային գաղափարախոսությունից, թող ազգերը կանգնեն ու ջախջախեն ամբողջությամբ ու հիմնահատակ անեն այն գաղափարը, որը դուրս եկավ այդ գերեզմանից, մավզալեից։ Ես օրհնում եմ Ուկրաինան, որը կանչված է հիմնահատակ ոչնչացնելու ու բնաջինջ անելու կոմունիստական ոգին։ Այն ինչ որ Ուկրաինան կարողացել էր անել իր երկրում ամբողջությամբ ազատվելով կոմունիստական լծից, որպեսզի այդ հաղթանակը զորավոր ձևով տեղափոխի Ռուսաստան ու ազատագրի ամբողջ Ռուսաստանը դիվային ազդեցությունից, կոմունիստական ոգու ներգործությունից, ու որպեսզի այլևս այդ ոգին չկարանա Ուկրաինան ոչնչացնի։ Ես օրհնում եմ Ուկրաինան, որ գա հասկացողությունը Ուկրաինայում, որ գիտակցեն ու հասկանան, որ իրանց հիմնական թշնամին ոչնչացված չի։ Վիրավոր արջը թեկուզ վիրավոր է, բայց պայքարում է։ Կոմունիստական ոգու դեմ պայքարն է, որ վերջնական բերելու է հաղթանակի, բայց դա առաջնային պայքար է հոգևոր աշխարհում։ Ու ես օրհնում եմ, որ բոլոր ազգերը միաբանվեն ու պայքարեն
ու հիմնապահատակ ոչնչացնեն այս ոգին կրեմլյան իշխանությունում։ Կրեմլի գաղափարախոսությունը անիծված լինի հիմնահատակ ու ոչնչանա, ու սրա հետևորդները, եթե չեն ուզում ապաշխարեն, իրանց հետ բնաջինջ լինեն Հիսուսի զորավոր անունով։ Ես կանչում քո զորավոր հաղթանակը մինի Արարատի ասքանազի թագավորության վրա, ոնց խոսել ու ասել ես, բոլոր այն երկրերը, ում որ հրաման ես տվել բաց թողելու մինի Արարատի ասքանազի տարածքը, որպեսզի հնազանդվեն քո կամքին, իսկ հակառակության դեպքում թող իրանց բոլորի կյանքում սկսի քայքայումը, տապալումը ու իրանց իշխանության կորուստը։ Տարածքներ, որոնք առանձնացված են Աստծու կամքի համաձայն, որը մեծ հայքի տարածքն է, թող հարություն առնի ու վերականգնվի Սուրբ Հոգու զորությամբ։ Հայր, բարձրացնու քո զորավորներին ամբողջ աշխարհով մեկ, որ կանգնեն տեսիլքի համար, քո կամքի համար պայքարեն, աղոթեն քո կամքի համաձայն ու հիմնահատակ բաբելոնյան իշխանությունը ջարդուփշուր անեն այս տարածքում։ Օրհնում եմ քո փառավոր հաղթանակը, շնորհակալ եմ ամեն մեկի համար, որ միաբանվում է տեսիլքին, ու ես խնդրում եմ, որ դու քո առատ օրհնությունները բերես քո կամքը կատարողների վրա, ամեն քո կամքին միաբանվողների վրա բեր քո հարստության ճոխությունը, ամեն մեկի կարիքը լրացրա, ու ամեն մեկը թող տեսնի, որ քո կամքը կատարելով, քո սրտի ցանկությունը կատարելով, դառնում է քո համար հաճելի անոթ, որի մեջ դու քո փառքը լցնելով տարածելու ես ամբողջ աշխարհով մեկ։ Ամեն մեկի ձեռքը լինի օրհնված, ամեն մեկի հնարավորությունները բարձրանան ու շատանան, ստեղծվեն նոր հնարավորության, նոր դռներ բացեն օրհնության ամեն մեկի վրա, ով իր սիրտը տվել է այս երկրի վրա քո կամքը կատարելու, միաբանվելով Երեմիա 51:27 տեսիլքին, օրհնելով օրհնիր բոլոր այն մարդկանց, ովքեր որ միաբանվում են, կանգնում են Հայաստանի կողքին ու բարձրացնում են Հայաստանը, զինում են ու պատրաստում են քո կամքի համաձայն։ Փառք ես ամենակարող Աստված, որ քո զորավոր ձեռքով իրականացնում ես քո հաղթանակը։ Փառք ես քո կամքը կատարողների վրա։ Շնորհակալություն, որ օրհնությունդ բարձրացրել ես այս ժամանակներում արձակելու Հայաստանի վրա։ Շնորհակալություն, որ օրհնությունդ արձակել ես Հայաստանի վրա երկրի 4 ծայրերից։ Շնորհակալություն, որ դու ես տեսիլքի հեղինակն ու կատարողը։ Եղիր փառավորված Հայաստանում ու ամեն մեկիս կյանքում ու ամեն մեկի կյանքում, ով որ միաբանվել է ու կատարում է քո տեսիլքը Հիսուսի անունով։ Ամեն։